Ողջույն բոլորին, ինչպես տեսնում եք, ես նշանվել եմ, ես ուզում եմ կիսվեմ իմ երջանկությունով, վերջապես ես երջանիկ եմ, ահա խնդրեմ, ինձ անգամ առաջարկություն արեց փեսացուս Մոսկվայում, խնդրեմ, ես մերժել էի, երկրորդ անգամ այս եկեղեցու ֆոնին ինձ առաջարկություն արեց և ես համաձայնվեցի, ես շուտով ամուսնանում եմ, շնորհավորեք, չեք հավատում, խնդրեմ, Վլադիմիր Պուտինի հետ նշանվել եմ, շուտով ամուսնանալ եմ, ինձ կդիմեք սրանից հետո ռիփսիմ է Պուտինը։ Իսկ ես Նիկոլ Փաշինյանի Ամերիկայից բերած խաղաղության փաստաթուղթն։ Տեսեք, ոնց, սրան հավատում եք, ինձ չեք հավատում։ Ոչ երաշխիք ունի, ոչ բան, նախընտրական կապիկության արդյունքում մի հատ այսպիսի թուղթ է, խնդրեմ, այս խաղաղությունն է, որին դուք հավատում եք, ու իմ ու Վլադիմիր Պուտինի նշանադրությանը չեք հավատում։ Նիկոլ Փաշինյանի խոստացված խաղաղությունը նույնքան ոչ ռեալ է, ոչ իրական է, որքան իմ ու Վլադիմիր Պուտինի նշանադրությունը եւ ապագա ամուսնությունը։ Նիկոլ Փաշինյանը դա այն մարդն է, ով Հայաստանի գլխին բերել է աղետ, պատերազմ, մեր զինվորներին, մեր երեխեքին, թուրքերը ողջ քերթել են իր պատճառով։ Ինքը մեր երկիրը վաճառեց կամ հանձնեց, ինքը այս ամենը արեց նախանձությունից, Նիկոլը չմարսեց մեր հաղթանակը ու մեր երջանկությունը։ Փորձել եմ բացահայտել պատգամավորի մեր տեխնատուների մարդկային կողմը, նրանց մարդ տեսակը, ամբողջ ԿՊ-ն, բոլորդ միասին չարժեք այս յուրաքանչյուր պատգամավորական տեխնատուների Արտուր Օհանյանն, Գառնիկ Դանելյանն, Սևակ Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը, մեկ է Կարեն Սիմոնյանը, իրանց են եղունգը դուք չարժեք, իրանց ոտի տակի հողը չարժի ամբողջ ԿՊ-ն, նրանց մարդ տեսակով, նրանց հարգանք պատիվով, նամուս թասիբով, իրանց քաղաքներում շրջում են, այնքան հասարակ, այնքան մարդկային շփման մեջ են, բոլորի դարդն ու ցավը գիտեն, այդ մարդկանց պետք է վստահեք, ոչ մեկ պարտավոր չի մեզ գա, փրկի այս իրավիճակից, ինչ եք ուզում ռուսից, ուզում եք ռուսը դառնա ավելի շատ հայ, քան դուք եք։ Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավաքված են մարդիկ, բարեկիրթ չափազանց դաստիարակված, ներքին կուլտուրայով, գրագետ, ահա որ բարի, ահա որ աշխատասեր, ահա որ հարեհաս, հավաքվել, համախմբվել են մի գաղափարի շուրջ։ Այդ գաղափարը մեկն է, դա Հայաստանի Հանրապետությունն է։ Ես ուզում եմ ապրեմ իմ երկրում։ Նիկոլը տանում է մեզ թրքացման։ Դուք երեք դիտել եք Ռոբերտ Քոչարյանի հաղորդումը իր կյանքի մասին, իր պատմությունների։ Մտնում եմ, կարդում եմ, մի երկու հատ սենց մնացել են, էլի, տենց բամբասանքի տակ մնացած քյոփակներ։ Մտնում գրում են թուրքա Ռոբերտ Քոչարյանի հայրը։ Ուրեմն դուք այդ թուրքատենչ, թուրքասեր, թուրքամոլ, չգիտեմ ինչ էր։ Եթե դուք իմանայիք Ռոբերտ Քոչարյանի արյան մեջ կա թուրքական գեն, դուք հիմա այդ մարդու ոտերի տակ նամազ էի կարել, ով տեղից հելավ, էլ Նիկոլենք, էլ ընդդիմության այդ ճղճիմ խմբակը, ինչ ասեցին, վախենում են, որովհետև Քոչարյանից։ Այո, Ռոբերտ Քոչարյանից պետք է վախենան։ Ովքեր, միայն այն մարդիկ, ովքեր խեղաթյուրում են մեր հասարակությունը, մեր երեխեքին։ Ինչի պետք է ես տնից դուրս գամ, երեխեն տենում է մի հատ հերմոֆրոդիտ։ Վրեն համ արական սեռական օրգան կա, համ իքական, այլասեռում, համասեռամոլություն, թմրամոլություն, անբարոյականություն, տարածող քարոզող մարդիկ, այո, իրանք պետք է վախենան։ Այս երկիրը պետք է վերադառնա իր ակունքներին։ Մենք ավանդապաշտ ժողովուրդ ենք եղել, մենք Քոչարյանին չենք շանս տալիս, որ դառնա ղեկավար, մենք մեզ ենք շանս տալիս ընտրելով Քոչարյանին, որ մեզ հանի այս վիճակից, բոլորդ ինձանից լավ գիտեք, մեզ այս վիճակից կարա դուրս բերի մենակ մի հոգի, Քոչարյանը, բոլորից սիրում եմ, իսկականից սիրում եմ, քայլում եմ մեր քաղաքներով, մեր ռայոններով, շփվում եմ մարդկանց հետ, գժվում եմ ձեր համար, այդ ինչ ազնիվ ու մաքուր եք, այդ ինչքան խոցված է ձեր վիրավոր սիրտը, այդ ինչքան հավատ ունեիք, որ Նիկոլը լցրեց ջուրը, ոչ մեկ ձեզ չի մեղադրում նրա համար, որ դուք ձգտում էիք ավելի բարեկեցիկ կյանքի, ոչ մեկ ձեզ չի մեղադրում նրա համար, որ դուք դեմ էիք դուրս եկել նախորդ իշխանություններից, լավ օրից չի եղել դա, սիրելի հայրենակիցներ, բայց ձեզ մեղադրում են նրա համար, որ դուք ունենալով հնարավորություն դուրս գալու այս ճահիճից, դուք մնում եք, որովհետև ձեզ պահում են վախի մեջ, ես ձեր ցավը տանեմ, ինչից եք վախենում, Քոչարյանով են վախացնում, եթե դու արդար ես, դու ազնիվ ես, դու հայ ես, դու քրիստոնյա ես, ունես քո ընտանիքը, կինդ, երեխեդ, ձագերը, դու ապրում ես, ոչ մեկի նեղություն չես տալի, ինչպես կարելի է վախենալ, կարելի է վախենալ միայն Նիկոլից, որը
որովհետև ինքը սուտ է խոսում։ Ադրբեջանցիներին ուզում են բերեն մեր երկրում, մեզ հետ բնակեցնեն։ Ադրբեջանցին չի կարա մեր հետ ապրի, ժողովուրդ, մի մոռացեք Սումգայիթը։ Քանի տարի առաջ ա եղել Սումգայիթի դեպքերը, օրը ցերեկով հայերին սաղ-սաղ գցում էին կրակի մեջ։ Դուք արժանի եք լավին, դուք արժանի եք լավ կյանքի։ Ես անձերի չեմ պաշտում։ Ես իմ երկիրն եմ ուզում, ես հայ աղջիկ եմ, ես հայ եմ ծնել, իմ արմատները այս հողի մեջ են, այդ արմատների վրա, դու Նիկոլ, ֆոսֆորային ռումբերը ոնց էին լցվում մեր երեխեքի վրա, քո սիրելի հարազատ Զելենսկիի կողմից ադրբեջանցիներին ուղարկած, այ այտենց դու ուզում ես մեր արմատները վառես, չէ, չի ստացվելու քո մոտ, որովհետև ժողովուրդը հայ ազգը ուշքի է եկել։ Ամսի 7-ին գնում ենք ընտրենք թիվ 17-ին Ռոբերտ Քոչարյանին։